թե ինչու է հոգեթերապիան երբեմն բարդ, ժամանակատար, դժվարություններով է առաջ գնում, այցելուն ուզում է թողնել, կամ կեսից հանձնվում է, մտածում է, որ իրեն չեն կարող օգնել, ավելի բարդացավ իրավիճակը, հաճախ պատճառներից մեկը այն է, որ ի տարբերություն բժշկության կամ ֆիզիկական խնդիրներին, հիվանդություններին կամ խանգարումներին, բժշկության մեջ, տեսեք, հնարավոր է մարդուն ռենտգեն անել, նկարել, սոնոգրաֆիա անել, տարբեր սարքավորումներով երբեմն ավելի հեշտ է պարզել խնդիրը կամ հիվանդությունը, ինչ կառուցվածք ունի կամ որ օրգանն է վնասված։ Իսկ հոգեբանական խնդրի դեպքում այն անտեսանելի է։ Նրան տեսնելու տարբերակներից են սիմպտոմները, գանգատները, դժվարությունները, կյանքի որակը, անքնությունը, ախորժակի խանգարումը եւ տարբեր մարմնային ցավեր, սոմատիկ դրսևորումներ, հարաբերություններ, տրամադրություն եւ այս ամենը պարզելու համար, բացի ախտորոշումը, ինչ որ կլինիկական հոգեբանության գործունեություններից մեկն է, ախտորոշել, պարզաբանել պացիենտի կամ այցելուի խնդրի կամ խանգարման ծագումը։ Մյուս կողմից նաեւ հոգեթերապիայի ընթացքում արդեն շերտ առ շերտ կարծես ուսումնասիրվում է հոգեթերապիայի միջոցով, հոգեթերապևտի օգնությամբ ստեղծում է պայմաններ, որպեսզի այցելուն պատմի իր գանգատների ու խնդիրների մասին եւ հաճախ այցելուի խնդիրները հենց իր կյանքում է, բացի այն, որ մեր մարմինը պահպանում է խնդիրները, մեր հիշողություններում է, մեր մտավոր դաշտում է, մենտալ դաշտում է, այլ նաեւ մեր առօրյան, կենցաղը, այդ ամեն ինչը ինֆորմացիա է եւ այս ամենը պարզելու համար վերլուծություն է կատարվում, ուսումնասիրություն, հետազոտություն, այսինքն ես եւ այցելուն իրար հետ համատեղ աշխատում ենք, որպեսզի պարզենք, թե այցելուի խնդիրը որտեղից է սկսում, որտեղից է ծագում, որտեղ է թաքնված, կյանքի որ էտապում է գուցե ինչ որ բան ոչ այնպես ընթացել, կյանքի որ էտապում է հոգետրավման առաջացել, հոգեբանական տրավման առաջացել, իսկ սրա համար երբեմն բավականին երկար ժամանակ է պահանջում, որովհետև այստեղ նաև դեր է խաղում, թե այցելուն որքանով է կարողանում վստահել հոգեթերապևտին, որքանով է հնարավոր եղել նա ադապտացվի այս նոր իրադարձությանը, այս պրոցես մի վայր, որտեղ որ նրա համար նոր է, հոգեթերապևտը ինչքան էլ որ մասնագետ է, այցելուի համար օտար մարդ է եւ ժամանակի ընթացքում արդեն տարբեր փորձառությունների, տարբեր փորձերի միջոցով այցելուն արդեն որոշում է կայացնում վստահի թե չէ, իսկ հոգեկանը ունի իր սուբյեկտիվ նորմերը, կարգ ու կանոնը, ամեն մարդ ինքը անհատականություն է եւ ունի աշխարհի հետ հաղորդակցվելու, մարդկանց հետ հաղորդակցվելու իր սեփական ձևերը, ստրատեգիաները, պաշտպանական մեխանիզմները։ Հետևաբար այն հարցը, որ հաճախ եք հնչեցնում, թե ինչու է հոգեթերապիան այդքան թանկարժեք, այդքան ժամանակատար, այդքան բարդություններով լեցուն, երբեմն առաջին հայացքից թվում է, թե հոգեթերապևտը իր գեղեցիկ կաբինետում նստած է, լսում է, երբեմն ասում է այո, այդպես է, ցավակցում եմ, ցավում եմ, հասկանում եմ, բայց հարգելիներս միևնույն ժամանակ, այսինքն երբ որ ձեզ թվում է, թե ուղղակի հոգեթերապևտը լսած է, այդ ընթացքում հոգեթերապևտը եւ լսում է, եւ հիշում է, եւ վերլուծում է, եւ ուշադրություն է դարձնում իր սեփական ապրումներին, ձեր ասածի հետ կապված իմ հոգեկանում ինչպիսի արձագանք է ստանում ձեր պատմությունը, միևնույն ժամանակ ձեր մարմինը ինչպիսի ազդակներ է ուղղում դեպի ինձ, դեպի աշխարհ, ձեր ամեն մի շարժում, ամեն մի միմիկան, ամեն մի ժեստը ինքը ինֆորմացիա է, որը պետք է ճիշտ կոդավորել, եւ ձեր բառերի արտահայտությունների ենթատեքստերը, տողատակերում ինչ է թաքնված, որը որ դուք չեք տեսնում։ Եկեք չմոռանանք, որ հոգեկանի 80-ից ավել տոկոսը անգիտակցականն է, այսինքն մենք դա առօրյայում չենք ճանաչում, դա արտահայտվում է մեր երազներում, մեր շարժուձևերում, մեր սխալներում, մեր բացթողումներում, մեր ընտրություններում, մեր խնդիրներում, մեր հարաբերությունների եզրում եւ այս ամեն ինչը հոգեթերապևտը կարծես դառնում է թարգմանիչ, կարծես դառնում է մենեջեր, միջնորդ, посредник ասած ռուսերեն, ով որ ձեր հոգեկանի ու ձեր անգիտակցականում թաքնված, պահեստավորված, պահպանված տարիների նյութը
թարգմանում է նորից հասկանալի լեզվով, հետադարձ կապով ցույց է տալիս ձեզ, օգնում է, որպեսզի իրար հետ պարզենք խնդիրը որտեղ է թաքնված, որտեղից է սկսում եւ ինչ լուծումներ, ինչ մեխանիզմներ ենք մշակելու հետագայում խնդիրը լուծելու կամ խնդիրը ընդունելու համար։ Իսկ եկեք հիշենք, որ կան իրավիճակներ, որտեղ որ մենք չենք կարող ինչ-որ բան փոխել։ Այդ դեպքում մնում է աշխատել այն ուղղությամբ, թե ինչպես դա ընդունել, ինչպես գուցե համակերպվել, եւ այս ամեն ինչի համար իրականում այո համաձայն եմ երկար ժամանակ է պահանջում երբեմն տարիներ, երբեմն ամիսներ, ինչպես եւ արդեն այլ վիդեոներում խոսացել ենք, իսկ հոգեթերապևտը, թե ինչու է հոգեթերապիան երբեմն ավելի թանկ որոշ հոգեթերապևտների մոտ, որովհետեւ հոգեթերապևտ չեն ծնվում, հոգեթերապիա մասնագիտություն է, ինչքան էլ որ տվյալ անձը ԻԾՆ է կամ ժառանգականից եկած ունի առանձնահատկություններ, դրական հմտություններ, մարդասիրական մոտեցումներ, բայց առանց կրթություն ստանալու ոչ ոք չի կարող հոգեթերապիայով զբաղվել, իրավունքը անգամ չունի, արդեն այնտեղ գիտեք բակալավր, մագիստրատուրա, երբեմն ասպիրանտուրա, ինչ որ հոգեթերապևտիկ շկոլայի մասնագիտացում եւ այլ, այս ամենը նորից չեմ ուզում ձեզ հավելյալ նշել, տրեյնինգներ, վերապատրաստումներ, սուպերվիզիա, սեփական հոգեթերապիա, իրականում հոգեթերապևտ դառնալը եւս մեծ գումար ու ջանքեր է պահանջում եւ միշտ չէ, որ երաշխավորված է տվյալ ուսանողը, որ ընդունվել է հոգեբանության բուհ, ապա դառնալու է հոգեթերապևտ։ Գուցե 1000 հոգուց լավագույն դեպքում 100 հոգին կամ 50 հոգուն հաջողվի հասնել այն վերջնարդյունքին, ինչը որ պատկերացնում է, ինչ ասել է հոգեթերապևտը։ Այսքանը սիրելիներս, լավ մնացեք, մինչ հանդիպում։